Տեր Ռուբեն, երեկվանից մամուլում գիտեք, որ տեղեկություններ է տարածվում, ձեր անունն է շրջանառվում, որ դուք Շիրակի թեմից միակ քահանան եք, ով համաձայնել է Նիկոլ Փաշինյանի համար Հակոբ Մծգնյանի եկեղեցում։ Մամուլում է տարածվել։ Այդ մամուլը որտեղից է վերցրել այդ ինֆորմացիան, դες բան գոյություն չունի։ Բայց փաստն է, որ լինելու է այստեղ պատահը։ Հա, բայց միշտ եղել է, պիտի լինի։ Փաշինյանը գալուց հետո էլ ալինել, առաջ եղել է, հետո էլ անելու, եւ պիտի հիշատակվի վեհապարանուն եւ մեր սրբազանը։ Թեկուզ ձերբակալված վիճակ նշանակում։ Տեր հայր, իսկ արդյոք ձեր արչեւ պահանջ դրվել է, որ զեղչվի վեհապարի անունը։ Այո։ Ով է այդ պահանջը դրել։ Դե կապ չունի, մարդիկ եկել են, ասել են, երկու այցելություն ա եղել առումով։ Հա։ Եվ ես ասել եմ, որ ոչ, կանոնական կարգով մենք իրավունք չունենք վեհապար հոր անունը չտալու պատարագի ժամանակ։ Տվել ենք, պիտի տանք ու կտանք միշտ։ Տեր հայր, իսկ չեք վախենում, այսպես հակառակ եք գնում Նիկոլ Փաշինյանին իրենց պատարակ։ Նիկոլ Փաշինյան հակառակ երբեք չեմ գնացել։ Այդպես բան գոյություն չունի, հələ հակառակ ինձ Նիկոլական են անվանում, որ ինչ որ ես հարգալից եմ մոտենում վարչապետի մեր պետությանը։ Եվ հակառակը չեմ գնում եւ քաղաքականության մեջ էլ գոյություն չունի։ Ասել եք, որ նույն ընթացակարգով եք անելու պատարագը, ինչպես արել եք։ Ինչպես միշտ եղել է, այդպես է պետք է լինի։ Այսինքն չի զեղչվելու վեհապարի անունը։ Իհարկե, միանշանակ, պետք է հնչի իր անունը եւ սրբազան հոր։ Չեք կարծում, որ ճնշումներ կարող են ձեր նկատմամբ։ Թողա ով պիտի ճնշի, ով պիտի, ես բացի Աստծուց մեր Տեր Հիսուս Քրիստոս ոչ մեկից չեմ վախենում։ Մեկ էլ եւ եկեղեցուց, որի որ ես ծառայում եմ։ Այդ օրը նաև պատարագ է մատուցվելու Սուրբ 7 վերք եկեղեցու։ Ամեն տեղը պատարագ, Կիրակի օրը պատարագ ամեն տեղը մատուցում։ Ինչի՞ մա չգիտեք, որ Կիրակի օրերը տիրունական օր է, որ իհարկե գիտեմ, ինչու է ընտրվել հենց այս եկեղեցին։ Որովհետև այստեղ ժամանակին 1 տարի, 2 տարի առաջ առաջի տիկնոջ հարազատներից մահացել էին հարազատներ կին, այստեղ հողարկավորություն մենք այստեղ ենք կատարել, այո, վարչապետը ներկա էր այստեղ։ Նա հարգարժան բավարար։ Մեծարգո վարչապետը այստեղ էր, հողարկավորությունը եղավ հանգստյան քարից, հոգեհացի, եւ մարդը իր ազատ կան, որտեղ կուզի յուրաքանչյուր հայ քրիստոնյա մկրտված կարող է մասնակցել յուրաքանչյուր պատարագին, յուրաքանչյուր կապ չունի իր ապաշտոնը, իր դիրքից, իր բանից։ Դուք ասում եք ազատ կարող է մասնակցել որ եկեղեցու ուզել է որպես քրիստոնյա։ Շիրակի թեմի քահանաները այլ կարծիք ունեն, իրենց համար։ Ես երբեք չեմ հակադրվել ոչ հոգևոր իշխանության սրբազանին կամ վեհապարին, ոչ էլ հակադրվել եմ պետ իշխանություններին երբեք։ Դա իմ դիրքորոշումն է եղել։ Եվ Պողոս Արաքյալի թղթերն են կա այնտեղ առաքելական, եւ Պետրոս Արաքելի թղթերը, որով ես հետևում եմ առաքելական համադրությանը։ Ես առաքելական հավատ կարող եմ, առաքելական հավատքի ուրեմն ընթացքով է ընթանում։ Տեր Ռուբեն, ինչպես եք վերաբերվում հիմիկվա հարաբերություններին եկեղեցի պետություն։ Շատ վատ, որ ես իմ դուրը ես վաղուց եմ սրբազան օրը ասում եմ, որ այդ անջրպետը երբ պիտի վերանա պետություն եւ եկեղեցի հարաբերություն, երբ պիտի խաղաղություն տիրի այդ հարաբերությունների մեջ, որ բոլորը մնան իրենց իրավասությունների մեջ։ Եվ պետությունը իր սահմաններում իր իրավասության եւ եկեղեցին իր։ Տեսնում ենք, որ 10 եպիսկոպոսներ այսպես անցել։ Դե իրաց գործը նայեք, մենք քանայից դասն ենք։ Մեր վերադասները սրբազաններն են, այդ իրենք գիտեն ինչ պիտի։ Իրենք են այդպես որոշել անել, արել են։ Իրենց կարծիքն է, իրենց կողորոշումն է։ Մարդը ազատ է, չէ՞ վերջո, Աստված ազատ է, չէ՞ ասում։ Իրենք են, իմ դիրքորոշումը սա է։ Ես երբեք չեմ թաքցրել, բոլորն էլ գիտեն դիրքորոշումը։ Տեր հայր, ասում եք ձեզ, ասում են Նիկոլական եք, վարչապետին լավ եք վերաբերվում, իսկ ինչպես եք վերաբերվում։ Ես ով եմ, որ վարչապետին վատ վերաբերեմ կամ լավ վերաբերեմ։ Ես երկրի քաղաքացի որպես այ իմ ազգանտիր է, ես բնականաբար պիտի ես էլ ընդունեմ, չէ՞ իրեն։ Մենք էլ ենք քաղաքացի, չէ՞ այս երկրի։ Ինչպես եք վերաբերվում 3 սրբազան է այսօր կալանավորված։ Իհարկե, ցավալ է մեր համար, միանշանակ։ Բայց խնդիրը նրանում է, որ այդ քաղաքական հարցերի մեջ սրբազանի պետք չէ մտնել, որտեղ դա էլ տարել դրան այդ ամենը։
Տեր հայր, դուք ինքներդ տեսեք, հոգևորական եք, դուք ինքներդ հաճախ կարող եք եւ իրավունք էլ ունեք, այսպես տարիները պատմությունը ցույց են տվել, որ եկեղեցին մշտապես պետականակերտման ակունքներում է Անպայման, երբ որ կանգնած եղել։ պետություն, մենք արշակունած թագավորություն, երբ որ 428 թվականին մենք կորցրեցինք քրիստոնյա թագավորությունները, որոնք առաջնորդում են քրիստոնյա ազգը, պետականությունը, արդեն եկեղեցին է վերցրել իր վրա պետական ուրեմն ֆունկցիաները կատարելու համար։ Եվ եկեղեցին միշտ էլ պետականության կողմն է եւ պետության կողքը կանգնած է։ Տեսեք, սրբազանը, մեր սրբազանը Միքայել Աջապահյանի մասին է խոսքը։ Նա այսպես սուր քննադատել է բոլոր իշխանությունների օրոք, դա լինի Սերժ Սարգսյանի օրոք, Ռոբերտ Այդ մարդու նկարագիրը այդպես է, իր ազատ է, ինքը խոսել է այն խնդիրների այո, այս ժամանակ էլ է խոսում, ճիշտ է, մեկտեղ։ Դուք ասում եք քաղաքական հարցերով չպետք է խառնվի սրբազանը։ Իհարկե, քաղաքականության մեջ մենք եւ կանոնագիր կայացվել է, ինչպես բազում էր քարահայրերն են վկայում նաեւ գրով եւ նաեւ սրբազանի հարցը այնտեղ է, որ սրբազան հայրը ինքը շատ ցավագին կերպով է տանում Արցախի կորուստը, դրա համար էլ այդպես է։ Իսկ դուք ցավագին չեք տանում որպես հայ։ Բոլորս էլ տարել ենք, մենք այդ տարիները բոլորս էլ աղոթում ենք, որ Աստված պահի պահպանի մեր սրբատեղիները, ուխտագնացում ենք արել Արցախ, այնտեղ պատարակել եմ Գանձասարում, մեջ սավ բոլորս մեծ սավ ենք ապրում։ Դրա համար շատերը մեղադրում իշխանություն, որ իշխանությունները այս իշխանության պատճառով է կորել այդ ըստ իրենց վերլուծությունների։ Այդ իրենց գործն է քաղաքական։ Մենք ուղղակի ցավ ենք ապրում, որ այս ամենը եղավ եւ նաեւ մեր սրբազան հայրը ձերբակալվեց, իհարկե։ Մենք ցավ ենք ապրում այդ բոլորի համար։ Իմ դիրքորոշումը սա է եղել, ես միշտ պետության հայ պետականության զորացման կողմնակիցն եմ եւ եկեղեցու սրբացման կողմնակիցն եմ, մենք հզոր լինենք եւ Սուրբ եկեղեցի եւ պետություն։ Տեր Ռուբեն, դուք ասում եք հարգում եք իշխանությանը, արդյոք այս ձեր հարգանքը բոլոր իշխանությունների նկատմամբ է դրսևորվել, թե միայն Նիկոլ Փաշինյանի։ Ես որպես քրիստոնյա ասեմ ձեզ, ես համայնավարության մեջ ասեմ, որ ավելի բարձ լինի, ես ինչ ճանապարհ եմ, նախ ես երկու բարձրագույն ավարտ եմ իմ կրթություններով, հա, ֆիզկուլտուր ինստիտուտում ավարտել ինձ ջյուդոիստը, սովետական բանակ անցել է, ծառայել եմ, Տարտուի համալսարանը ավարտել եմ, բժշկական համալսարանը, հետո եկել եմ, գնացել եմ Երուսաղեմ, հոգևոր կրթություն եմ ստացել, Թուրքոն Պատրիարքի օրոք, ձեռնադրել եմ Սարգսավաք, հետո վերադարձել եմ Հայաստան, հիմա վեհապար Բուլղարանգում ես ուրեմն 2021-ին ձեռնադրվել եմ եւ ծառայում եմ Շիրակի թեմում եւ մինչեւ հիմա որևէ ասենք բան չէր եղել այսպես որ ավելի լարված վիճակ մենք ուզում ենք որ հանգուցալուծում ստալ այս ամենը։ Ինչպես եք տեսնում հանգուցալուծումը եկեղեցի պետություն արշակացման։ Պետք է առաջի դեմքերով, բարձրաստիճան հոգևորականներով գաղափարում գնալ հանդիպեն ու նստեն բանակցեն։ Որ մեր ժողովրդին էլ հոտնել այս տարբեր ուրեմն ցնցումների չլինի հայոց աշխարհում։ Իհարկե ես համոզված եմ որ դրսից էլ են անում դա հատուկ այլ պետությունների ագենտները, որպեսզի պարակտը մեր ազգը։ Ում նկատի ունեք կոնկրետ։ Կարող եք մատնանշել։ Ես հիմա դրանով զբաղվող օրգան համակարգեր կան, իրենք պետք է ես դրանով չպետք է զբաղվեմ։ Եթե չենք կարողանում ես աշխատեմ այդ ուղղությամբ օգտակար լինելու պետությանը, բայց դա մեր ֆունկցիաների մեջ չի մտնում։ Մենք որպես քահանայեր մենք պետք է աղոթենք, այո, իմ կրթությունը մի քիչ ավելին է եւ գիտության մեջ եւ այլն, որով ես կարող եմ օգտակար լինել եւ միշտ Իմիջիայլոց պատրիարքոր Թորգոն երջանկահիշատակ պատրիարքի ուրեմն հրամալով եւ օգնությամբ ես վերադարձել եմ Հայաստան, որպեսզի ծառայեմ հայ եկեղեցուն եւ մեր ազգին օգտակար լինելով եւ օգտագործելով են բոլոր այն ուրեմն գիտելիքները եւ գիտական եւ հոգեվոր մեր ազգին ծառայեցնելու համար։
Տեր Ռուբեն, դուք ձեր խոսքում ասում եք պետք է սրբազանները քաղաքականությանը չմասնակցեն, մենք Դե տեսնում ենք, միայն որ իմ խոսքը չի, դա մեր եկեղեցու դիրքորոշումն է, կանոնագիր կայությամբ շատ հոգևոր մեր քահանա եղբայրները, որոնց մենք լսում ենք, իրենք էլ բոլորն էլ դա են ասում, այո, որտեղ եկեղեցու առաքելությունը այլ է, պետության այլ է։ թույլ տվեք շարունակել Այո։ միտքս։ Նիկոլ Փաշինյանը երբ վեհափառին մեղադրում է կուսակրոնության ուխտը խախտելու Խախտելու մեջ, մեջ, այո։ մենք տեսնում ենք Արշակ Սրբազանին վերագրվող ինտիմ պոռնիկաբարո տեսանյութեր են Դե հիմա եթե հրապարակվել։ ասում են fake է, ինչքանով մենք համոզվենք դա ճշմարտություն է, թե Այստեղ հարցը այդ դրանում չէ, fake է թե fake չէ, հարցը նրանում է, եթե եկեղեցին չպիտի մասնակցի քաղաքականությանը, արդյոք Նիկոլ Փաշինյանն է այն մարդը, ով պետք է մաքրի եկեղեցին, ասում է նորոգում եմ եկեղեցին, մաքրում եմ եկեղեցին, արդյոք ով է ինքը մաքրում եկեղեցին։ Նիկոլ Փաշինյանն ասում է մենք եկեղեցին Նայեք, մաքրում գիտեք ինչ, ենք։ արեք ձեզ դա մի քիչ ծայրահեղ մոտեցում է, նախարարչերտին եկեղեցին ասու հաստատությունն է, Աստված է մաքրում իր եկեղեցին, եւ Պողոս Արաքյալը ասում է ասու դատաստանը սկսվել է ասու տնից, եւ եկեղեցի մաքրելը այդ նշանակում է, այո, խնդիրներ կարող են լինել, իհարկե, ով ասում որ չկա խնդիրներ, բոլորս էլ մենք մեղքեր ունենք, բոլորս էլ, որի համար մենք կանչված ենք ապաշխարության, դրա համար եկեղեցին ունի ապաշխարության խորհուրդ է, ովքեր որ թեկոս կուսակալության ուխտը խախտում են, իրենք մտնում են ապաշխարանքի մեջ։ Դրանով չէ՞ որ ինքը վերացավ, կործանվեց, ասենք, մարմնական գիրքա չի կարող ասել հաղթահարել մարդը։ Ասենք, նկար է գտնվել, բոլորը չեն կարող, բոլորը չեն հասնում սրբության։ Գիտեք, Պողոս Արաքյալը մի լավ շատ խոսք ունի։ Ասում է բոլորը վազում են, բայց մրցանակը մեկն է։ Բոլորը չեն ասում սրբության, սրբերի։ Մարդիկ այդ ճանապարհի վրա են։ Այսօր կընկնեն, վաղը ոտքի կկանգնեն, զղջան իրենց արած մեղքերի համար, կքայլեն դեպի Աստված միշտ այդպես ընդունում է։ Դրա համար եկեղեցում Սուրբ Հոգով կարգված է ապաշխարության խորհուրդը, այդ 7 խորհուրդներից մեկը, որը շատ կարևորագույնն է քրիստոնյայի կյանքի համար, որտեղ ապաշխարությամբ են մենք ոտքի կանգնում եւ ընդհանում ուրեմն Աստծո ճանապարհին նորից։ Իսկ ամեն բնակավարում առավելևս հոգևոր ասպարեզ։